ես հետաքրքրվում էի կենսաբանությամբ եւ պետք է ընտրություն կատարեի բժշկական համալսարանի եւ պետական համալսարանի միջեւ։ Բժշկական համալսարանում իմ տատիկը պրոֆեսոր Աշխեն Հարությունյանն էր, ընդունելության քննությունները վարում քիմիայից։ Բայց մայրս ասեց, ես քեզ չեմ հարգի, եթե դու գնաս այնտեղ, որտեղ քո տատիկն է աշխատում, գնա այնտեղ, որտեղ քեզ չեն ճանաչում։ Ու ես եկա կենսաբանության ֆակուլտետ։ Ընդունվեցի ինձ համար անծանոթ ֆակուլտետ։ Սկզբից ես չէի հասկանում ինչ ուղղությամբ եմ գնալու, կենսաքիմիկոս, կենսաֆիզիկոս, ինչ եմ անելու, բայց հետո կամաց ես գնացի դեպի գենետիկա, շատ լավ մթնոլորտ էր ամբիոնում, բարիացակամ եւ ես սկսեցի զբաղվել մոլեկուլային գենետիկայով, մանրէների գենետիկայով, բայց հետո մի շարք պատճառներով ես անցա դեպի բջջագենետիկան եւ ավարտելուց հետո ընդունվելով ասպիրանտուրա ես գնացի բժշկական գենետիկայի ինստիտուտ, որը նոր էր ստեղծվել։ Այն շրջանն էր, երբ որ սկսեց զարգանալ ժամանակակից գենետիկան։ Համալսարանը անցել է տարբեր փուլեր եւ հիմա ես տեսնում եմ համալսարանում մի նոր փուլ, որը համալսարանը դառնում է ավելի եվրոպական։ Մենք ստացել ենք ավելի շատ ֆինանսական հնարավորություններ։ Մենք այժմ ունենք ժամանակակից սարքավորումներ։ Ես կասեի կենսաբանության ասպարեզում մոտարապես 2000-ական թվականներից սկսած դասական կենսաբանությունից մենք անցանք դեպի ժամանակակից մոլեկուլային կենսաբանություն։ Ամփոփող ֆակուլտետում դա ես կասեի ինտելիգենտ մթնոլորտն է։ Դա պետք է ես ասեմ, որ այդ 50-60 տարիների ընթացքում ես ֆակուլտետում չեմ հանդիպել ագրեսիա։ 75 թվականին ինձ փոխնախագահներ ակադեմիայի ուրեմն Հրաչյա ինձ անկարեց եւ ասեց Ռուբեն ընտրի դու որտեղ ես ուզում լինել կամ ակադեմիայում կամ համալսարանում այն ժամանակ չէր կարելի միաժամանակ լինել ես ասեցի համալսարանում որովհետեւ ես սովորել էի համալսարանին եւ հիմա երբ որ ես նաեւ ակադեմիայում եմ որոշ ժամանակ ես կարծում եմ, որ ճիշտ ընտրություն կատարեցի, որովհետև այստեղ ավելի կոնսերվատիվ էր մթնոլորտը, ավելի ստաբիլ, իսկ դու կարող ես դեպի նորը գնալ միայն ստաբիլ մթնոլորտում։ Ինձ համար ամենապայծառ երևույթը դա լավ ուսանողներն են։ Ես ուրախանում եմ, որ լավ ուսանող եմ տեսնում։ Որ պայծառ ուսանող է, թող մեր ամբիոնից չլինի, ինձ համար դա ֆակուլտետում ամենակարևորն է։ Ես ավելի շատ կապված եմ իմ շրջանավարտների հետ, իմ պայծառ երեխեքի հետ, որոնք հիմա տարբեր ինստիտուտներում ղեկավարում են, բայց ուրախանում եմ, որ տեսնում եմ մեր շրջանավարտներին, հիանալի շրջանավարտներին, որոնք որ այլ ինստիտուտներում են։ Ամենադժվարը ինձ հետ թույլ ուսանողներից քննություն ընդունելն է։ Այդ ամենամեծ տանջանքն է։ Ամենակարևորագույն մեսեջը, որը ես տալիս եմ ուսանողներին, զբաղվել ինքնազարգացմամբ, երբեք քեզանից գոհ չլինել, համարել, որ դու ամեն օր պետք է մի բան սովորես, որովհետև ուսանողական տարիները անցնում են, հետո մնում է ուսանողական շրջանի ընկերությունների 10-20%, իսկ եթե դու 1, 2, 3 ժամ ամեն օր զբաղվում ես քո մասնագիտությամբ, լեզու ես սովորում, զարգանում ես, դեպի մշակույթը ամեն ինչը, ապա ես 100%-ով համոզված եմ, որ դու կունենաս լավ ապագա։
ամենակարևորը չխաբվել ազատությամբ, որը սկսվում է ուսանողական առաջին տարիներից, եւ հասկանալ, որ դու պետք է ամեն օր կերտես քո ապագան։